Հակոբյան, անդրադառնանք այս երկու օրերին տեղի ունեցած գագաթնաժողովներին, որոնցից մեկը այս պահին է տեղի ունենում ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, առաջին գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովների կարևորությունը որն է։ Ես կարծում եմ ձեզնից ու ցանկացած քաղաքացու համար արդեն ակնհայտ է, որ այստեղ որևէ կարևորություն, իմաստ կամ շահ Հայաստանի Հանրապետությունը չունի ու դա ակնհայտ է, ոչ թե ասում եմ, որովհետև այդպես եմ ուզում ասել, այլ փաստ հենց գագաթնաժողովի մասնակիցների ելույթները։ Եվ այս ամենը ուղղակի ակնհայտ է, որ սա ուղիղ կոշտ, կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Եվ սա ընդհանուր առմամբ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ նույն ընտրակաշառքն ու ընտրակեղծիքն է, ինչի համար այսօր օրինակ մենք քաղբանտարկյալներ ունենք մեր երկրում, բայց սա արվում է ուղիղ իշխանությունների ձեռամբ։ Եվ ըստ էության, երկու օրը մենք ինչ-որ ելույթներ ենք լսում, որտեղ ենք լսել Հայաստանի շահը պաշտպանող կամ Հայաստանի ապագան ավելի լավ նկարագրող ելույթ։ Կոնկրետ ինձ համար շատ ավելի այսպես ասելիք կար Ադրբեջանի նախագահի, այսինքն մենք շատ լավ կպատկերացնենք ինչ է մեզ սպասում, երբ ընդամենը, այսպես էլի բաժանելով մեզ մասերի, մենք սեպարատիստներ էինք, մնացածի վրա մատ էր թափ տալիս, մեր պատանդարված անձանց անվանում էր ռազմաքաղաքական հանցագործներ, ինչի համար Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնում։ Սա իրենց խաղաղությունն է, եւ այս խաղաղության օրակարգ թելադրողը այս ելույթից հետո հասկանալի է, որ դա հենց Ադրբեջանն է ու Ադրբեջանի ղեկավարը։ Իսկ մնացածը ինչ որ տեղի էր ունենում, շատ հասկանալի է, այն ինչից որ Հայաստանը միշտ խուսափել է, այսօր տեղի է ունենում Հայաստանի սրտում, այսինքն դառնալ մարտադաշտ այլ պետությունների համար կամ դառնալ մի տարածք, որտեղ այլ պետություններ իրենց հարաբերություններն են ճշտում։ Փաստ էլի Մակրոնի ելույթը։ Ըստ էության, երբ Մակրոնի ելույթից ըստ էության պարզ էր դառնում, որ Հայաստանը իր համար կոնկրետ մի տարածք է, որտեղ ինքը արդեն Հայաստանի հաշվին փորձում է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Եվ նման, այսպես բոլորի ելույթները երբ լսում ես, ուղղակի դա հասկանում ես, Եվ այս պահվածքը, օրինակ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, մարդու, որը ես կարծում եմ այլևս ապացույցների կարիք չկա, որ Ուկրաինան էր հենց ֆոսֆորային զենքը մատակարարում Ադրբեջանին փաստ իր խուսափելը ու փախնելը լրագրողի տված նման հարցից։ Եթե դու այսօր հետ մարդուն դու հյուրընկալում ես նաև իմանալով հանդերձ, որ քո բարեկամ երկրի հետ ինչպիսի հարաբերություններ են իրենց միջև, գոնե պետք է չեզոք դիպ գրավել։ Հետևաբար, այս ամենը հասկանալի է, որ սա Նիկոլի հաշվարկներով արված չէ, սա արված է մեր թշնամի պետությունների հաշվարկներով եւ Նիկոլը ընդհանրապես իրենց օրակարգի մի մասնիկն է, մասնիկ, որը նույնիսկ տեղեկացված չէ, մասնիկ, որը որոշիչ որևէ դերակատարություն չունի այս ամբողջ գործընթացների մեջ եւ մասնիկ, որը իր գոյությամբ, իր լինելով իրականում այո Հայաստանը դարձրել է մարտադաշտ։ Ակցիաների պահանջներից է նաև Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձը եւ ոչ միայն, գերիների վերադարձը։ Դուք ինչքանով եք հնարավոր համարում գերիների վերադարձը հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության։ Տեսեք, եթե կա իրենց այսպես ասած խաղաղություն է, այս երկու օրը անդադ ենք չէ՞ լսում խաղաղություն։ Շատ լավ, խաղաղության իրենց այդ դարաշրջանում արդեն Ադրբեջանով, Ադրբեջանից գալիս է անասնակեր, գալիս է պարարտանյութ, գալիս է բենզին։ Այսինքն ըստ էության ոչ այդպես կարևոր ինչ-որ բաներ, որոնք որևէ ազդեցություն չունեն, չէ՞ մեր կյանքում։ Իսկ ի՞նչն է խանգարում այդ խաղաղության օրակարգում այդ ճանապարհով գերիները վերադառնան։ Թե մարդկային կյանքը նույն այս Եվրոպայի ժողովրդավարության շրջանակներում այլևս գերակա չէ, ավելի գերակա է օրինակ անասնակերն ու բենզինը։ Իհարկե, եթե ավելի լուրջ, ապա նաև Մակրոնի այդ ակնարկից կամ կարճ խոսքից, որ ինքը անպայման խոսելու է Ադրբեջանի ղեկավարի հետ գերիների վերադարձի մասով, ուղղակի դա այնքան էսպես ցուցադրական է արվում, որ դու հասկանում ես, որ սա էլ կա սցենարում։ Կա սցենարում ինչու, որովհետև այս մարդիկ այդ իրենց միջամտության շրջանակներում ներքաղաքական կյանքին եւ ընտրությունների նախաշեմին հասկանալի է, որ նաև
Ադրբեջանի հայտարարությունների ֆոնին, որ այս իշխանությունները իրենց առնվազն 1 տարի դեռևս պետք են, որ իշխանավարեն Հայաստանում, հետևաբար որպես դիվիդենդ հնարավոր է նաև հա մի քանի գերիների վերադարձը եւ այսպես Մակրոնի դերակատարության օրինակ բարձրացումը, բայց այդտեղ ցավոք սրտի երեկվա Ալիևի ելույթից հետո հասկանում ես, որ խոսքը նաև ռազմաքաղաքական վերնախավին չի կարող վերաբերվել։ Այսինքն այստեղ եւս ուղղակի խաղ մարդկանց զգացմունքների հետ, որը նաև դիվիդենտներ է բերելու այս իշխանությանը։ Հիմա այս պարագայում, երբ դուք նշում եք, որ քաղաքական խաղեր են, հա, այսպես ասած, եւ նաև Արցախի շրջափակման ժամանակ բռնի տեղահանման ժամանակ Եվրոպայից մենք չտեսանք կոշտ արձագանքներ, միայն կոչեր էին այսպես, այս պարագայում դուք ինչ սպասելիքներ ունեք եվրոպական քաղաքական համայնքից։ Միայն վատ սպասելիքներ, որովհետև եթե ինչպես դուք եք ասում եւ ինչպես մենք բոլորս ենք անցել դրա միջով, այո, սկսած 2020 թվականի պատերազմից, շարունակվելով հետո արդեն երբ խաղաղ բնակչությանն էին այդ 2 տարիների ընթացքում թիրախավորում ու սպանում, դրանից հետո նաև մեր շրջափակումն ու տեղահանումը, մենք ինչ լսեցինք, կամ չեզոք դիրքավորում, կամ ընդհանրապես ինչ որ հայտարարություններ ոչինչ չարսող, ոչ մի հետևանք չունեցող կոչեր։ Հիմա ներգրավվածությունը արդեն այս եվրոպական պետությունների դու հասկանում ես, որ արդեն չեզոք դիրքավորում չի, սա կոնկրետ դիրքավորում է տարածաշրջանում իրենց այսպես դերակատարություն ունենալու եւ տարածաշրջանը կառավարելի դարձնելու եւ դրա համար պետք է նաեւ Հայաստանում ունենան այն իշխանությունները, որոնք եւս կառավարելի են, այսինքն այսօր եվրոպական միության երկրները, որոնց համար երբեք արցախյան իրականում ողբերգություն առաջնահերթություն չի եղել եւ մարդկային կյանքերը ընդհանրապես առաջնահերթություն չեն եղել եւ վերջին արդեն մոտ 3 տարիները ցույց են տալիս, որ մարդու իրավունքները եւս իրենց համար գերակա արժեքներ չեն, հասկանում ես, որ այստեղ ուղղակի յուրաքանչյուր պետություն իր շահն է այստեղ առաջ տանում։ Ինչի հաշվին է դա տանում, Հայաստանի պետության, պետականության, ինքնիշխանության հաշվին է այդ ամենը արվում։ Հետևաբար սպասելիքները, եթե դրանք սպասելիքներ են, իհարկե չհակերտները, որտեղ սպասելիքը ինքը լավ բան է, միայն վատի մասին է։ Վատի մասին այն առումով, որ այո, ինչքան էլ սրանք կոկորտ պատռեն իրենց ճղեն այս իշխանությունները, այո, հստակ որոշում ունի Ադրբեջանը 300,000 ադրբեջանցիներին, առնվազն 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու փաստ վերջին օրերին իրենց պաշտոնյայի փոխվարչապետի այցը եւ նաեւ այդ հուզաճմլիկ պատմությունը գյուղում իրենց տան մասին, ես նույնիսկ խորը կասկածներ ունեմ, որ իրեն արդեն տուն են նվիրել միգուցե այդ գյուղում եւ հետագայում օրինակ ինքը կլինի առաջի բնակիչը եւ այսպես շարունակ, այսինքն սրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք իրենք օգտագործելու են ու կիրառելու են եւ նաեւ այն բոլոր վտանգները եւ այն բոլոր ակնկալիքները, որ ունի Թուրքիան Ադրբեջանը, այո, հենց եվրոպական կամ հավաքական արևմուտքի օգնության միջոցով, որովհետև էլի եմ ասում, իհարկե նաև այդ պետությունների շահը Ադրբեջանի շահի սպասարկումը չի, բայց այդ շահի սպասարկման մեջ մտնում է նաև իրենց պետությունների շահի սպասարկումը։ Բացառապես նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պետականության հաշվին է այս ամենը արվում։